իրողության զոհերի հիշատակն եք այսօր հարգում, ի տարբերություն մեր շատ բարձրաստիճան օրինակ պաշտոնյաների, նաև քաղաքական գործիչների, ըստ ձեզ ինչու պատշաճ այսպես հարգանքի չեն արժանանում մեր անմեղ զոհերը, որոնք ահաբեկչությանը զոհվեցին։ Եկեք ուրիշներին չմեկնաբանենք, այլ արձանագրենք, որ 26 տարի առաջ այսօր մեր պետության, ինքնության, հայրենիքի նկատմամբ նախադեպ հարված էր զավթում էր զավթման փորձ։ Եվ այսքան տարի հետո հիշում եք մեր ազգային հերոսներին, շարքայիններին, պետական ծառայողներին, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր արժանապատվության եւ վաղվա օրվա համար։ Իսկ այսքան տարի անցել է, երևի դա մարդկային բան է, որ մարդիկ թե մոռանում են իրենց առօրյա կյանքով, ցավով, դարաբանքով ապրում են, մի տեսակ կա, որ քաղաքական շահադիտություն ունի, բայց մենք վարդավոր ենք, կարծում մեր ժողովրդի գերագշիր մեծամասնությունը այստեղ լինի, թե հիմա ուրիշ տեղ հիշելով այս օրը, որ վարդավոր է ոչ թե արժանին մատուցել իրենց հիշադակին, այլ մեր մնացած օրերով, դարիներով իգադար ածել պետության տեսլականի ամուր, արժանապատիվ, իրավական, ամփոփչական երկիր ստեղծելու մեր ազգային հերոսների եւ մեր նահատակների գործը։ Պարոն Հովհաննիսյան, հաճախ ասում են, որ այդ ահաբեկչության շահառուները, նաև պատվիրատուները աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններ են եղել, որոնք չեն ուզել Հայաստանը աճի, զարգանա, ունենա լավ պետություն, լավ տնտեսություն եւ այլն, բայց տեսանք, որ այս ընթացքը, այս ուղեգիծը շարունակվեց եւ Հայաստանը բազմաթիվ հարվածներ ստացավ։ Ինչու այսպես հոկտեմբերի 27-ի իրողությունները դաշ չեղան ժողովրդի եւ պետության համար։ Որտեւ ներքուստ թույլ ենք անհետեւողական օրվա հետ ապրող, գնաց խմող մի սերունդի վաստակը, ջախրանքը, հերոսությունը մսխող, բայց նաև ունենք լավ հատկանիշներ եւ այդ լավ հատկանիշներն են, որ այսօր հիշում ենք, այո, աշխարհական կենտրոնները իրենց հերթին, իրենց շահերը, իրենց հանցանքները, զանցանքները, բայց մենք թողեցինք, չէ, մեր ներքին թուլության, մեր այդ ջաքերով, մեր մեղքերով եւ հանցանքներով անմիջական միգուցե բոլոր հանգամանքները բարձրապանված են, բայց ամբողջական պատկերը մինչև հիմա չկա։ Եվ այդ ամբողջական պատկերի այսպես չբարձրապանված լինելու հանգամանքն է, որ բերում է այսօրվանը, այդ դարիներին, թե բարեկամները մեր զոհերին, մեր հերոսներին, պաշտոնի մեջ, դրանից հետո ով է լինի քաղաքական դաշտում, մենք առանցին եւ միասին չկարողացանք լուծում տալ այս ահավոր մեծ հարվածին։ Դրա համար այսօրվանը ընկանք Պարոն Հովհաննիսյան, այսօր Անդրանիկ Քոչարյանը խոսելով օրվա մասին նշում էր Հրանտ Մաթևոսյանին մեջ բերեց նշելով, որ հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Ինչու չբացահայտվեց եւ այսօր ձեզ համար որքանով է բացահայտված հոկտեմբերի 27-ը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է։ Ով է ասում։ Ներկայիս վարչապետ։ Հա, չգիտեմ, դե որ բացահայտված է, այս վիճակում չենք լինի եւ ինքն էլ իր հաթորին հավանաբար չլինի եւ հենց դրա համար է, որ ասվում է, որ բացահայտված է։ Ես չգիտեմ ով ինչ է ասում, ամեն օր կամ ամեն տարի ասելիքները մի փոխում են ըստ իրենց դիրքորոշման, այդ բահի հսկացողության, բայց կարծում եմ, որ բավարար վճռականություն կամ հետևողականություն եւ հայ լինելու, հայաստանցի լինելու, հայրենիքի դեր լինելու վճռականություն չկար բոլորիս մոտ եւ առաջի հերթին պատասխանատվություն գրողների համար։ Բացահայտված է այնքանով, որքանով մենք տեսանք, թե ովքեր են անմիջական կատարողները, բայց այդ ամբողջ մղձավանջը, այդ հարվածը մեր պետության նկատմամբ մնում է բաց եւ այդ բացության շարունակությունը հենց այսօրվա վիճակն է, որ պետք է լուծենք միասին։ Պարոն Հովհաննիսյան, ես նաև պիտի խնդրեմ անդրադառնալ երեկվա իրադարձություններին, մասնավորապես Հովանավանքում տեղի ունեցած եւ դրան նախորդած միջադեպերին եւ իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանը երեկվա
կարգալույծ արված քահանայի կողմից պատարագը ներկայացրեց իբրև թե նորոգման պատարագ եւ սա սկիզբն է ասեց։ Այսօր այն օրը չէ, որ ես պիտի պատասխանեմ ձեզ եւ ասեմ, որ բղձությունը հենց նա է եւ նրանք են, ովքեր փորձում են հիմա արդեն նոր թիրախ վերցնելով բարակտել, ոչնչացնել ազգային արժեք հանդիսացող մեր Սուրբ Եկեղեցին եւ բայկարի իրենց ջագադը նաեւ մտցնելով խորան ավելի մեծ հանցանք, մեղք, մահացու մեղք կան դա, ես չեմ պատկերացնում։ Շեշտը պիտի ունենք իր փոփոխության վրա, առանց այդ փոփոխության պիտի շարունակվի այս վայրեջքը, այդ հարցակումը մեր արժեքների վրա, խորանների սրբաբղձությունը, բայց պիտի նաև արձանագրենք այսօր, որ յուրաքանչյուր նաև հրամանատար իր չար գործի մեջ ունենում է նաև ենթականեր եւ մեր ուժային կառույցները, չգիտեմ, քննչական կոմիտե, ազգային անվտանգությունը եւ այլն, ինքը պիտի սպասարկի պետական անվտանգությանը, հայ ժողովրդի քաղաքացիների շահերին եւ պաշտպանության եւ ոչ երբեք ենթակա լինի նման խորի վախկոտ եւ բիղձ գործունեության, երբ ձայնակրում են, դեսակրում են, բռնագրավում են թեկուզ մի օրվա համար մի եկեղեցի, որը պատկանում է ոչ ժողովրդին։ Մենք պիտի թույլ չտանք, որ այդ բարակտումը շարունակվի, դրանք չբադարակներ են բիլձ ղեկավարության կողմից, որի համար չկա ոչ սրբություն, ոչ էլ հայրենիք, եւ այլևս անգամ ձեր մասնագիտության մեջ, որքան դուք բարդավոր եք այդ հարցը տալ, ինքը եւ իրենք արժանի չեն ձեր մասնագիտական գործունեության, ձեր խոսքին, ձեր առողջությանը, մենք բարդավոր ենք ուղղակի թույլ չտանք այդ բարակտումը, որովհետև այդ բարակտումը այս օրվա շարունակությունն է։ Այնինչ որ մենք տեսնում ենք, վաղ միսը կարող է շարունակվի, բայց շատ չհուզվենք, շատ չդարվենք, որովհետև սա անցողիկ է։ Մենք բարդավոր ենք ուղղակի միաբան նոր բանաձև գտնենք, որ մի քանի ամսվա մի դարվա ընթացքում այլևս թույլ չտանք, որ որևէ մեկը ինչ անուն էլ ունենա, ինչ հատվածի ներկայացուցիչ լինի, իրեն դնի մարգարեի, չգիտեմ, ամենափրկչի դեղը, ժխտելի է, մեժելի է, ես չեմ ճանաչում եւ այս օրը այդ մարդիկ ուղղակի խոսելու իրավունք չունեն։ Ուզում են իրենց համար քեֆի համար մտնել հայոց եկեղեցի, խորանը, սրբաբղձան, ինչպես անում են Թուրքիայում, անի Մայրդաջարի խորանում թուրքերն են անում իրենց նամազը թող շարունակեն մեկ-երկու անգամ, բայց ի վերջո մենք բարդավոր ենք մեր արժանապատվությամբ վերջ տալ այս մղձավանջին եւ պատասխան տալ հոկտեմբեր 27-ին։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի հետևորդներ, այսքանով ավարտում ենք ուղիղ եթերը Եռաբլուր զինվորական պանթեոնից, շնորհակալ եմ, որ հետևեցիք Live News-ի ուղիղ եթերին։